gelecek seçimlerde Թուրքիայում սպասվող ընտրություններում հաշվի առնելով այս ամենն ու բոլոր մանրամասները, որ նշեցիք Թուրքիայի մասին, Էրդողանը եւ նրա դաշնակից ազգայնական շարժում կուսակցությունը ինչ հնարավորություններ ունեն, ինչ կարող է լինել նրանց հետ։ Yani AKP MHP iktidarının birden çok krizi var. Yani baş etmek zorunda olduğu. Արդարություն եւ զարգացում կուսակցությունը եւ դաշնակից ազգայնական շարժում կուսակցությունը բազմաթիվ ճգնաժամերի պետք է դիմակայեն։ Չեմ կարծում, որ նրանք կարող են հեշտությամբ պահել իշխանությունը։ Նախ Թուրքիայում շատ լուրջ տնտեսական ճգնաժամ է, եւ այս տնտեսական ճգնաժամը կարծես խորանալու է, որովհետեւ նրանք փորձում են Թուրքիան վերածել Եվրոպայի Չինաստանի։ Türkiye'ye ilişkin projesi açıkçası Avrupa'nın Çin'i yapmaya çalışıyorlar Türkiye'yi. Ucuz iş gücü. Նրանք Թուրքիան վերածում են էժան աշխատուժի կենտրոնի, որտեղ չկա օրենքի գերակայություն, չեն հարգվում աշխատողների իրավունքները, վճարում են քիչ, բայց կասեմ, Bangladeşleştirmek diye bir şey var. Yani çok ucuz. Սա կոչվում է բանգլադեշացում։ Մյուս կողմից այս կուսակցությունները ժողովրդավարական եւ քաղաքական տեսանկյունից չեն կարող պահպանել հասարակության լայն շերտերի համաձայնության վրա հիմնված կառավարություն։ Բացառությամբ մարդկանց շատ փոքր նեղ շրջանակի, որոնց կարող են մանիպուլացնել։ Հասարակության մեծ մասը Էրդողանի կուսակցությունը եւ նրա դաշինքը համարում է հակաժողովրդավարական։ Էրդողանի կուսակցությունը գիտակցում է սա եւ համարում է սպառնալիք ճնշում գործադրելով ոչ միայն արտաքին մրցակիցների, այլև ներսում այլախոհ ձայների վրա։ Այս առումով կարծում եմ, որ իշխող ուժը դժվարին վիճակում է։ Ամբողջ ուժով փորձում է պարզել, թե արդյոք այս նոր հավասարակշռությունը, որը փորձում է հաստատել քրդերի հետ, որպես նշանակալի լծակ կհանգեցնի քրդերի աջակցությանը։ Անկեղծ ասած, մենք ի վերջո աշխատում ենք քրդական դեմ կուսակցության հետ, ունենք ընդհանուր դաշինքներ բազմաթիվ ոլորտներում, եւ չեմ հավատում, որ քուրդ ժողովուրդը կամ քրդական ազատագրական շարժումը կկարողանան աջակցել Էրդողանի կամ նրա դաշնակից ազգայնական շարժում կուսակցությանը։ Այս կուսակցությունները կարող են երազել դրա մասին, կարող են ունենալ այս սպասումը։ Դուք հարցրեցիք, հավատում եք այս գործընթացին։ Այս իշխանության գործելակերպի փոփոխությանը քրդերը նույնպես չեն հավատում։ Քրդերը չեն հավատում, որ իրականում փորձում են մտածելակերպ փոխել քրդական հարցը լուծելու համար։ Իրականում փորձում են գործարք կնքել, պարտադրել զենքերը վայր դնել։ Այնպես որ եթե Էրդողանի կուսակցությունը չստանա միջազգային եւ թուրքական կապիտալի աջակցությունը, առաջիկա ընտրություններում կարծում եմ, որ այն լուրջ աջակցություն չի ստանա Թուրքիայի ժողովրդից, ոչ արևմուտքում, ոչ էլ արևելքում։ Gerçekten Kürt sorununu çözmek üzere bir zihniyet değişimi yaratmaya çalıştığına inanmıyorum. Չեմ հավատում, որ Թուրքիայի պետական քաղաքականության մեջ կա որևէ փոխակերպում, որը կհանգեցնի այլ դիրքորոշման քրդերի շրջանում։ Կարծում եմ, մեր ժողովուրդը անպայման կտա անհրաժեշտ արձագանքը։ Mutlaka burada halklarımız gereken cevabı verecektir diye inanıyorum yani.